ես միշտ զգուշ եմ դա ասում, որովհետև իրոք այս ամբողջ կոնտեքստում դրական ինչ-որ կետ գտնել շատ դժվար է, բայց 20 թվականից հետո զգալի ակնհայտ դարձավ եւ հասանելի դարձավ հոգեբանի հետ երկխոսությունը, հոգեբանին դիմելու մշակույթը, հոգեբանությունը առհասարակ սկսեց հնչել հայ իրականության մեջ։ Այդ դա կարող եմ միանշանակ ասել, որ 20 թվականից հետո նախ բազում միջազգային վերապատրաստումներ որպես սփորդ, որպես օգնություն եկան դեպի Հայաստան, բազում մասնագետներ վերապատրաստվեցին, սկսած ամենատարրական, այդպես ասած, առաջին օգնությունից հոգեբանական, ընդհանուր մինչև արդեն խորքային տրավմատիկ աշխատանք, ոնց աշխատել տրավմայի հետ, հա, որովհետև մենք մասնագետներս էլ ինչքան էլ յուրովի կրթված կամ անհատապես զարգացած չլինենք, միևնույն է, մենք էլ ենք առաջին անգամ առերեսվել այսքան մասշտաբային ողբերգության հետ եւ դրան հետ աշխատելու պատրաստակամություն էլ ի սկզբանե չկար։ Մեկը ես անցել եմ այդ վերապատրաստումը, որ կարողանամ անձամբ ինքնայրում չունենալ, լինել այդպես ասած արդի մասնագետ, ով կկարողանա հենց այդ թվականներին օգնել հասարակությանը, օգնել այցելուներին։ Դրա համար եթե խոսել միակ այդպես ասած իմ մասնագիտական պրիզմայից, հա, պարզապես հոգեբանությունը սկսեց դառնալ անհրաժեշտ եւ հասանելի եւ այո ավելի բարձր մակարդակով սկսեցին մատուցվել արդեն ծառայություններ։